Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Դե ինչ, այսօր նոյեմբերի 9-ն է, 5 տարի է անցել այն օրվանից, երբ դադարեցվեց 44-օրյա պատերազմը։ Այդ պատերազմն ավարտվեց մեզ համար շատ մեղմ ասած ոչ ցանկալի արդյունքով։ Ոմանք այս փաստաթուղթը, որ հետո ստորագրվեց եռակողմ, սա մի հայտարարություն էր 9 կետից բաղկացած, անվանեցին կապիտուլյացիա։ Եվ երբ 5 տարի անց օգոստոսի 8-ին Հայաստանը շանս ստացավ հաղթահարելու այս փաստաթղթի այսպես տարընթերցումները, շահագործելու այդ հնարավորությունը եւ նոր ճանապարհ հարթել իր համար անկախության, սուվերենության, ժողովրդավարության, տնտեսական հզորացման համար, խաղաղության համար նրանք մեկ էլ սա կոչեցին կապիտուլյացիա, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ քաղցրացավ։ Դեռ նոյեմբերի 9-ը չլրացած մի քանի օր առաջ էր Ռուսաստանի արտգործնախարարությունը մի ցինիկ հայտարարությամբ հանդես եկավ, նշելով Ռուսաստանի ջանքերը այդ պատերազմը դադարեցնելու գործում, պատերազմ, որը չէր կարող սկսվել, եթե Ռուսաստանը շահագրգռված չլիներ, որպեսզի այն սկսվեր, իսկ Շոյգուն, որի հետ մենք դեռ շարունակում ենք, չգիտեմ ինչի մասին խոսել, այդ ժամանակ էր ասաց, որ փայլուն օպերացիա իրականացրեցին Թուրքիայի հետ միասին։ Եվ դրան սկսեցին երկրորդել Հայաստանում, այսպես ասենք, Ռուսաստանի հանդեպ իրենց սենտիմենտալ զգացմունքները չթաքցնող շրջանակները, մեղմ ասած, եթե չասենք պրոքսի։ Եվ ահա տեսնում ենք 6 ժամանոց հարցազրույց, որով հանդես է գալիս Սերժ Սարգսյանը, որը զարմանում է, որ մեր հակաօդային պաշտպանությունը հենց առաջին օրը զգալի չափով շարքից դուրս եկավ։ Ասում են Ռոբերտ Քոչարյանն է հարցազրույց տվել, նաև հայտնի դարձավ, որ օվկիանոսից այն կողմ է մեկնել Սամվել Կարապետյանի զարմիկը եւ մի հարցազրույց էլ նա է այնտեղ տվել Թակեր Քարլսոնին, մի բլոգերի, որը այնտեղ այսպես ասենք վառվել է մի նացիստական ուղղակի պրոպագանդայի վրա, երբ մի օդիոզ դեմքի էր հրավիրել իր մոտ, որն էլ ասում էր Հիտլերն ինչ արել է հրեաներին, լավ է արել, ինքն է ասել, նա էլ ասում է լավ արել, որից հետո սկանդալ է հասունացել եւ վերածել է դրան ուղղակի մի մարգինալ դեմքի։ Դրան գումարվում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որ ինչ-որ բաներ է սկսում պատմել 18 թվականից, դե Ադրբեջանն էլ իր այսպես հաղթանակի այդ գինարբուքից դուրս չեկել եւ դեռ չել ուզում դուրս գալ, շքերթ էին անում եւ հիանում իրենց արածով, դե իսկ Ալիևն էլ շարունակում է, այսպես ասենք, տոքսիկ նարատիվներով ստվեր գցել այս գործընթացի վրա։ Փորձենք հասկանալ, փորձենք գնահատել այս ամենը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, բարև եք եկել պարոն Մելիքսեթյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Եվ շնորհակալ եմ հրավերի համար։ 5 տարի է անցել այդ օրվանից, ինչ է
այսպես 5 տարվա հեռավորությունից երևում ձեզ այս տարելիցի հետ կապված համեցեք։ Իհարկե այս 5 տարին այն ժամկետն էր նաև, որ պետք է ավարտվեր նույն ռուս խաղապահների չասենք մանդատը, բայց այն ժամկետը, որ իրենք տեղակայվել էին եւ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը հիմա համաձայնվեին, եւս 5 տարով պետք է երկարաձգվեր այդ մանդատը, սա անցնելով ձեր հարցի առաջին մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բավականին տարօրինակ հայտարարությամբ էր դուրս եկել, նշել էր իր ձեռքբերումների մասին, եթե կարելի է իհարկե այստեղ ձեռքբերումներ տեսնել։ Իհարկե այս 5 տարին, հատկապես առաջի 2 տարիները կարծում եմ Հայաստանի համար շատ դժվար ադապտացիա էր մի իրականությունից, որտեղ հայկական վերահսկողության տակ էր բացի նախկին Ղարաբաղի ինքնավար մարզի գրեթե ամբողջ տարածքի, նաև շրջակա 7 տարածքները ամբողջությամբ Ադրբեջանի կամ մասնակիորեն, երբ կարծես թե Արցախի առնվազն ամենաբարձր աստիճանի ինքնավարությունը նախկին բոլոր բանակցությունների ընթացքում կասկածի տակ չէր եւ հայկական կողմի համար ցանկալին ավելի բարձր կարգավիճակներ, այսինքն լիարժեք ինքնորոշման իրավունքը, այդ թվում անկախացում կամ Հայաստանին միացում եւ այլն, ու նաեւ 2020 թվականի պատերազմը եւ պարտությունը հայկական կողմի համար դեռ երկար ժամանակ խնդիր էր հասկանալու ինչ է կատարվում, որովհետեւ այն ակնկալիքը այն էր, որ Հայաստանը իր ուժերով չկարողացավ ապահովել այդ պահանջները, բայց գուցե ռուսական կողմի ներկայությունը եւ այստեղ մենք կարող ենք հիշել այն ժամանակվա նաեւ խոսույթը, որ եթե ռուսական կողմը եկել է, ինքը եկել է երկարաժամկետ ինչ-որ նպատակներով եւ ինքը այդքան հեշտ այս տարածաշրջանից դուրս չի գալու եւ եթե հայկական կողմի համար սա անցալվում էր որպես պարտություն, ռուսական կողմի համար եւ ռուսական ազդեցության համար մեկնաբանվում էր որպես բացառիկ ինչ-որ ձեռքբերում եւ երկարաժամկետ ձեռքբերում, բայց գրեթե առաջի փուլերից արդեն մենք տեսանք նույն Խծաբերդի այդ պատմությունը, հինթավեր Խծաբերդ, որ առաջին ճգնաժամը առաջացավ ռուսական այդ այլմտանգային երաշխիքի հետ կապված, հետագայում մենք ունեցանք նմանատիպ պատմություններ Փարուխում, Արցախի արևմտյան հատվածում լեռնաշղթայի երկայնքով, որտեղ Ադրբեջանը գրավեց իշխող դիրքեր, հետագայում նաև մենք հիշում ենք այլ հարձակումներ, հետագայում հիշում ենք բլոկադան Լեռնային Ղարաբաղի եւ իհարկե 2022 թվականի նաև սեպտեմբերյան դեպքերը, որը ջրբաժան գիծն է իրականում, որով ավարտվում է այս պատերազմի նաև ես կասեի այս պատերազմում Հայաստանի պարտությունը այն առումով, որ պաշտոնական Երևանի համար Արցախի հարցը փակվում է եւ Արցախի հարցը դառնում է ռուս խաղաղապահների, եթե այդպես կարելի է անվանել այդ զորախումբը եւ Ադրբեջանի խնդիրը եւ մի տարի անց մենք նաեւ հասկացանք, որ այս ձևաչափում եւս մենք ոչ մի երաշխիք չունենք եւ վերջնականապես կարելի ասել փակվեց նաեւ Արցախի հարցը եւ Արցախահայությունը այն հատվածը, որ մնացել էր Լեռնային Ղարաբաղի տարածքում փախավ Հայաստան, էթնիկ զտումներից եւ իհարկե դրանից հետո նաեւ հայ-ադրբեջանական այս գործընթացը նոր տրամաբանություն ստացավ առաջինը եթե նախկինում Ադրբեջանը փորձում էր Հայաստանից այսպես ասած գնել, Արցախի հարցում ինչ որ իր համար ավելի շահավետ լուծումներ փոխարենը պատրաստ էր Հայաստանի Հանրապետության հետ ավելի եթե ոչ ավելի նորմալ ես կգնահատեի, ձևաչափով հարցերը լուծել, բայց Արցախի հարցի այդ կրիտիկական փակելուց հետո նաև Հայաստանի անվտանգության խնդիրն էր շատ սուր եւ առանց որևէ երաշխիքի, որովհետեւ ռուսական կողմի երաշխիքը մենք ինչպես նշվեց 2022 թվականին վերջնականապես
հստակ եղավ, որ չի գործում, այլ երաշխիքները նույնպես տարածաշրջանում նաև ներկայությունը թույլ էր, իհարկե 2022 թվականի հոկտեմբերից կարևոր ձեռքբերում էր այլ եվրոպական դիտորդների, սկզբում այլ առաքելությունը, որ գնահատում էր իրավիճակը սահմանում, որ հետագայում նաև դարձավ այս քաղաքացիական առաքելությունը Եվրամիության եւ որը առնվազն մնալու է Հայաստանում մինչեւ 2027 թվականը, ինչը որոշակի, եթե ոչ լիարժեք անվտանգային երաշխիք էր, ապա հարաբերությունների զգալի փոփոխություն էր նաև Հայաստանի եւ Եվրամիության եւ այս ընթացքում նաև որոշակիորեն այս Հայաստանի զարգացող նոր հարաբերությունները Արևմուտքի հետ, նաև Ղարաբաղի դեպքերից հետո նաև ԱՄՆ-ի որոշակի փոփոխությունը դիրքորոշումների եւ առնվազն ավելի հասցեագրված քննադատությունը նույն Ադրբեջանի նկատմամբ ստեղծեցին նոր պայմաններ, նոր հարաբերությունների պայմաններ Հայաստանի դա խորացող այդ հարաբերությունները առաջին հերթին Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ 2025 թվականի սկզբին մենք ունեցանք այդ բազմավարական գործընկերության խարտիան, խոսք է գնում նաև վիզաների ազատականացման մասին Եվրամիության հետ, իհարկե նաև այստեղ մենք ունենք ճգնաժամներ կապված Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հայտնի ճգնաժամը, որոշակի այլ Հայաստանի նաև վարքագծի փոփոխությունը, հատկապես ուկրաինական պատերազմից հետո մենք գիտենք Հայաստանում ապաստանեցին նաև գրեթե 100,000 առնվազն ՌԴ քաղաքացիներ, որոնց մի մասը հետագայում տեղափոխվեց այլ երկրներ, որոնց մի մասի նկատմամբ նաև ռուսական կողմը հայտարարել էր հետախուզություն, բայց հայկական կողմին պետք է նշել ի պատիվ այլ հետխորհրդային երկրների, հայկական կողմը չարտահանձնեց ոչ մի անձի, եղան իհարկե առևանգումներ Հայաստանի տարածքից եւ այլն, այսինքն սպանություններ էլ եղան, այո, եթե մենք հիշենք այս չեչեն աղջկա սպանությունը, իհարկե դա մի քիչ այլ խնդիր է, բայց նույնպես կապված է այդ պետության յուրահատկությունների հետ, սրանք բոլորը ցուցիչներ են, որ ցույց են տալի փոփոխությունները, ասենց գլոբալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, այստեղ ես կնշեի նաև հայ-թուրքական հարաբերությունները, որոնք ինչքան էլ դանդաղ, ինչքան էլ սկեպտիկ ենք մենք նաև դրա նկատմամբ, բայց արդեն ցույց են տալի որոշակի առաջընթաց եւ մոտ ապագայում ինչպես կարելի է հասկանալ նաև պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկատվությունից կարելի է սպասել ինչ-որ նոր զարգացումներ ու նաև իհարկե ամենակարևոր այս փոփոխությունը նոյեմբերի 9-ի համեմատ դա օգոստոսի 8-ն է, Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որոնք փակում են այս 5-ամյակը եւ նոր իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում։ Պարոն Ալեքսեյցյան, փառք ու պատիվ մեր այդ նահատակներին, որոնք զոհվեցին 44 օրյա պատերազմի ընթացքում եւ դեպքերի եւ հենց այն ժամանակ էլ եւ դեպքերի ընթացքն էլ ուղղակի այսպես արժևորեց նրանց այս զոհողությունը որպես զոհողություն հանուն մեր անկախության, հանուն մեր ազատության, հանուն մեր ինքնիշխանության, հանուն մեր պետության։ Այո, Հայաստանը կորուստներ, ծանր կորուստներ կրեց, շուրջ 4000 զոհ, հազարավոր վիրավորներ, որոնք դեռ մինչև հիմա էլ դեռ ռեաբիլիտացվում են, բուժվում են, խնդիրներ ունեն, բայց այդ ամենը այո հանուն մեր ազատությունների, հանուն մեր անկախության, հանուն մեր պետության էր։ Հիմա օգոստոսի 8-ով Հայաստանը շանս է ստանում նորովի, այսպես ասենք, պատմություն կերտել, թոթափել այս անցյալի այս ծանր բեռը, հետևանքները այս ամենի, նորովի կառուցել իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, սակայն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի թե ներսում, թե դրսում այս համաձայնություններն ունեն բազմաթիվ թշնամիներ, որոնց մի մասն էլ այո գործում է, այսպես ասենք, առերևույթ լոյալ դիրքից,
դա աջ ձեռքով, բայց ձախ ձեռքով էլ ամեն ինչ անում է դա վիժեցնելու համար։ Եվ պարզ է խոսքը ում մասին է։ Եվ ահա այս խոսակցությունները, այս հարցազրույցները, այս դժգոհությունները, մանավանդ որ այս ամենն էլ տեղավորվում է այս նախընտրական համատեքստի մեջ, հա, եւ հասկանալի է, որ ընտրությունն ըստ էության լինելու է օգոստոսի 8-ի շարունակականության եւ վիժեցման միջև, խաղաղության եւ չխաղաղության միջև, ժողովրդավարության եւ ըստ էության այդ ռուսական պրոքսիների կոռուպցիոն կառավարման միջև, սուվերենության եւ միութանական պետության դե յուրե կամ դե ֆակտո այդ դրանց միջև։ Այս ամենին Հայաստանը փաստորեն դիմագրավում է այնպես ինչքանով պատրաստ է, արդյոք adekvat է Հայաստանի այսպես հակազդեցությունը այս ամեն ինչին, խոսքը ինստիտուցիոնալ հակազդեցության մասին է, համեցեք։ Իհարկե դա մենք կարող ենք իմանալ ընտրություններից հետո արդեն լիարժեք գնահատել պատրաստ էր հասարակությունը Հայաստանի, քաղաքական ուժերը եւ պետությունը այս մարտահրավերներին, որ մենք ունենք, եւ նախկին փուլին անդրադառնալով իհարկե նաեւ այս մեր նորագույն շրջանի սա բարձր պատմության խոշոր պարտություններից ենք խոսում, խոշորագույն ողբերգությունից, եթե 88 թվականից մենք սկսենք այս հաշվարկը տանել հայկական կողմի համար Հայաստանի Հանրապետության եւ նաեւ Ադրբեջանում ապրող հայերի տարբեր խմբերի այս ամենը նստել է մոտ 13000 մարդկանց կորստով, հա, զոհեր ենք մենք այդքան ունեցել, մոտ կես միլիոն հայ փաստորեն լքեց Ադրբեջանի տարածքը, որի մի մասում նրանք ապրում են հազարամյակներով, ու նույնիսկ այն շրջաններում պատմական, ասենք ժամանակակից Հայաստանի հատկապես կենտրոնական հատվածում հայկական բնակչություն գրեթե չէր մնացել, այդ տարածքները մնացել են հայաբնակ, հա, խոսքը Լեռնային Ղարաբաղի ավելի հյուսիս ընկած այդ լեռնային հատվածի, հա, ժամանակակից Գեորգիայից եւ այլն։ Առաջին նաեւ ինքնավար հանրապետությունը Նախիջևանը մենք գիտենք այդ Ադրբեջանի կազմում, որտեղ նույնպես հայկական գործոնը կար եւ պատճառներից մեկը ինքնավարության հենց Հայաստանի հետ տարածքային դե նախինում սա։ Իհարկե, ինչպես Օսմանահայության ողբերգություններ 20-րդ դարի սկզբին 100 տարի հետո մենք ունեցանք նաև ադրբեջանահայության, հա, երկու հատվածների արևմտյան եւ արևելյան հատվածների այս process եւ բարձ է որ նաև շատ դժվար է ոչ միայն քաղաքականացված զանգվածի համար Հայաստանի, այլ նաև պատմաբաններ, լեզվաբաններ, բոլոր այն մարդկանց, որոնք պատմական ինչ-որ գիտելիքներ ունեն, ինքնություն ունեն եւ այլն, այս ամենը ծանր է եւ շատերի վրա սա նաև այս գործընթացը թույլ չի տալիս նաև ռացիոնալ փորձել հասկանալ ինչպես դուրս գալ այս ճգնաժամից, ինչ լուծումներ կարող են լինել եւ նաև այդ ձեր նշած հիբրիդային տարբեր հարձակումները, մանիպուլյացիաները, քաղաքական ուժերի ցանկության բացակայությունը առնչվել իրականության հետ, ընդունել նաև սեփական սխալները, օբյեկտիվ գործոնները այս պարտության մեջ, հա, որովհետեւ եթե Հայաստանում 90-ականներին, 2000-ականների սկզբին եւ դրանից հետո իշխած քաղաքական ուժերի ներկայացուցիչները փաստորեն իրենց համար այս պարտությունը տարօրինակ էր, իրենք եւ շատ վատ տեղեկացված են եղել ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության բանակում, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության հետ, Հայաստանի Հանրապետության արտաքին կապերի հետ եւ այդ կապերի տրամաբանության, հա, մենք որ խոսում ենք համեմատում ենք հատկապես Հայաստանը հիմա հարևան երկրների հետ, տեսնում ենք նույն կոմունիկացիաների վիճակը, ես սրանից բազմիցս եմ խոսել, տեսնում ենք ենթակառուցվածքների վիճակը, տեսնում ենք տնտեսության խոշոր, ասենք հիմնարկների պատկանելիությունը եւ այլն, հասկանում ենք, որ Հայաստանը շատ
տարօրինակ եւ ողբերգական վիճակում է գտնում, եւ որ Հայաստանի Հանրապետությանը կրիտիկական ենթակառուցվածքները Հայաստանին չեն պատկանում, հա, դրանք բոլորը վաճառվել են այդ թվում նաեւ անվտանգային ինչ-որ երաշխիքների ակնկալիքով եւ նաեւ բլոկադայի պատճառներով, որովհետեւ եթե Հայաստանը չլիներ այդ պատերազմի մեջ եւ սահմաններ չունենար, Հայաստանի երկաթուղիները տարածաշրջանում ամենաեքամտաբերն են լինելու, այլ ոչ թե այնպիսի վիճակում են գտնվելու, որ կաբալային պայմաններով վաճառվեին հարավկովկասյան երկաթուղիներին, հա, կամ նույնը էլեկտրոցանցերը, այն ռազմավարական գործարանները, որոնք պարտք գույք պարտքի դիմաց այդ գործարկով վաճառվեցին եւ այլն ու մի հետաքրքիր յուրահատկություն էլ կա, որ ես այս վերջերս նկատել եմ ուղղակի, նայեք, հայ-թուրքական սահմանը փակ է 93 թվականից։ 93 թվականից ես նայում եմ հիմա մեր սահմանին, թուրքական կողմից մինչև Հայաստանի Հանրապետության սահման պատրաստ ճանապարհը կառուցված է, մաքսակետի այդ ինչ-որ շենքը կանգուն է, ինքը վերանորոգված վիճակում է գտնվում եւ այսինքն ամեն ինչ գրեթե մի քանի 100 մետր այդ անցակետից մինչև սահման իրենք վերականգնել եւ կունենան պատրաստ աշխատող կոմունիկացիա։ Հայաստանի կողմից մի քանի կիլոմետր ճանապարհ քանդված, փլված, ավիրված այդ շենքը որ պետք է մաքսակետ լինի, թալանված, կիսականգուն, այսինքն խոսքը Գյումրի Ախուրիկ ճանապարհի մասին է։ Այո։ 30 տարի Հայաստանում պետական գույք գործվածը ինքը եղել է թալանի օբյեկտ եւ կապ չունի, որ դա հայ-թուրքական սահման է, սա այսպես ասած խոսակցական լեզվով վրախած սեփականություն էր։ Նույնը Իջևան Ղազախ նայեք երկաթուղին, որ հիմա մենք մտածում ենք, որտեղից գտնենք մի քանի 100 միլիոն, եթե ոչ ավել միլիոն դոլար, որ վերականգնենք այդ գույքը, բայց ինքը թալանվել, ինքը գործող է եղել մինչև գրեթե 2012 թվականը, մի երկու փոքր հատվածներում վնասված է եղել, բայց նաև այս տարիներին սահմանային հատվածում ուղղակի թալանվել է, որովհետև այնտեղ որտեղ հայ-ադրբեջանական սահմանն էր, ինքը գորշ գոտի էր եւ կարելի էր ռազմական գործողությունների ժամանակ դրանից հետո ինչ ուզում ես անել, եւ նույնը Մեղրիում է կատարվել, սրա մասին էլ ենք մենք ձեր եթերում խոսել, որ 40 կիլոմետր երկաթուղին, էլ չասած մոտ 100 կիլոմետր Խորադիզի երկաթուղին, 39 կիլոմետր Միջնավան Կապան երկաթուղին թալանվել, վաճառվել ու մենք այդ հետքերը չենք գտնում ու հիմա այդ ամենը վերականգնելու համար բացի նրանից, որ այդ նախկինի այդ թալանը նստել է մեզ շատ բարձր քաղաքական գին եւ այդ քաղաքական գինը նաեւ Արցախի պարտությունն էր, հա, մենք հիմա գումարներ չունենք կամ պետք է փնտրենք ինչպես վերականգնենք եւ ինչպես պաշտպանենք մեր շահը, որովհետեւ եթե ասենք հյուսիսային ճանապարհը գործող լիներ, մեզ կարիք չէր լինելու Վրաստանով տրանզիտ կազմակերպել, այլ ուղիղ կարելի էր մտնել Ադրբեջանի տարածքից։ Ու մենք հիմա հասկանում ենք, որ նաև Վրաստանի հետ մենք կարող ենք խնդիրներ ունենալ եւ այդ դեպքում շատ ավելի ծանր վիճակում ենք հայտնվել։ Այսինքն այն որոշումները, որոնք կայացվել են անցյալում եւ որոնք եթե մենք վերցնենք այսպիսի առարկայական, այլ ոչ թե վերացական այն դաշտում ենք, որ մենք գտնվում, որ ուղղակի դավաճանության մեջ են մեղադրում կամ սկսում են ապացուցելով ավելի շատ հայրենիքը սիրում կամ ով է դավաճանը եւ այլն, եթե այս դաշտում ենք նա, մենք տեսնում ենք ինչ է կատարվել Հայաստանի հետ վերջին 30 տարվա ընթացքում եւ նաեւ տակայել ենք մենք վիճակագրությունով տեսնել, կարող ենք Հայաստանի մարզերով շրջանից տեսնել եւ այլն։ Ու ցավոք սրտի, եթե մենք այս օբյեկտիվ գործոնները համարում ենք աննշան ու ելի այս պարտությունից հետո, այս ծանրագույն պարտությունից հետո ամենաէժան ու մանր բանավեճերի մեջ ենք մտնում, սա շատ վատ է։ Իմ կարծիքով, եթե դու պարտվում ես պատերազմում, դու երկու տարբերակ ունես, կամ չես ընդունում այդ պատերազմի պարտությունը եւ եթե ռեսուրսներ ունես, շարունակում ես պայքարը, եթե չունես, դու ընդունում ես պարտությունը եւ դրանից հետո միայն հնարավոր է առաջ շարժվել, հա, ինչպես դա եղավ Գերմանիայի դեպքում, շատ ավելի նույնպես ծանրագույն պարտություն, միլիոնավոր մարդկանց նաեւ եւ տարածքների մի զգալի մասի կորուստ, հա, տարածքներ, որտեղ դարերով բնակվում է գերմանական բնակչությունը, շուրջ 9 միլիոն փախստական այլ երկրներից, այո,
ու նաև լռություն, որովհետև իրենք չէին կարող այդ խնդիրների մասին խոսել ու հիմա էլ մեծ դժվարությամբ են խոսում, օրինակ մենք գիտենք այդ խորհրդային բանակի կողմից իրականացված թալանի եւ բռնությունների մասին, հա, բռնաբարությունների, այո։ Այո, ես մեղմ ուզեցի արտահայտվել, բայց նաև բռնություններ եւ բռնաբարություններ եւ մինչեւ հիմա դա կիսարկելված թեմաներ են, բայց այդ ազգը իր մեջ ներուժ է գտել եւ դարձել է Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, ամենաժամանակակից նաև բնագավառներով տնտեսական նույնը Ճապոնիայի մասին կարելի է խոսել, այդ դեպքերի ամենավատ հայկական պատկերի ամենավատ դրսևորումը այն է, որ մինչև հիմա մենք այդ զվրտոցից դուրս չենք գալի եւ չենք նաև ուզում առնչվել այն փաստի հետ, որը հետադարձ հայացքով հեշտ է դատել, բայց հետադարձ հայացքը նաև արժեքավոր է, որովհետև ինքը ցույց է տալի իրականության մեջ կարևոր գործոնների ազդեցությունը եւ ցույց է տալի պատճառահետևանքային կապերը, որ եթե ապրում ես դու, ասենք 5 տարի առաջ, մենք դա չէինք տեսնում, բայց հիմա մենք կարող ենք այդ փաստերի վրա կառուցել ու հասկանալ պատճառները, որ իսկապես այս գործոնները փաստորեն կարևոր են, որ իսկապես ուժերի հավասարակշռությունը, տեխնիկական գործոնը եւ դա մենք տեսնում ենք նաեւ ուկրաինական պատերազմում, հա, որովհետեւ Արցախում 2020 թվականին մենք տեսանք պատերազմի նոր մոդել, որը ավելի շատ զարգացավ նաեւ Ուկրաինայում եւ շատ ավելի իհարկե նոր դրսևորումներ ստացավ եւ այլն ու այս ամենը շփվելով, չգիտեմ, այս վերադառնալով տարօրինակ խոսակցությունների մենք առաջ չենք շարժվում, սա շատ վտանգավոր է ու նաև վտանգավոր է այն, ինչ մեզ սպասում է, հա, դուք նշեցիք, իսկապես կա այդ մրցակցությունը հետխորհրդային տարածաշրջանում, հատկապես Ռուսաստանի կողմից պահպանել իր ազդեցությունը, Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին նաև տարբեր մեխանիզմներ, եւ որ նրանք շարունակում են կիրառել նույն մեթոդները, ինչ որ կիրառում են 2024 թվականին նույն Մոլդովայում, օրինակ այն ժամանակ ծախսել են մոտ 150 միլիոն եվրո, ըստ մոլդովացի վերլուծաբանների փորձագետների, հիմա գնահատվում է այդ նույն գումարը մոտ 200-ից 250, այսինքն տեսնում եք նույնիսկ պարտությունից հետո, նույնիսկ պարտության դեպքում ահռելի ռեսուրսներ է ծախսվել եւ սա ցույց է տալիս այդ հետաքրքրվածությունը ու մեզ համար կարևոր է սովորել նաեւ այս դասերից, որ չկրկնվեն, հա, դրանք շատ անցանկալի կլինի, եթե ես չեմ համարում, որ ինչ-որ իհարկե այս մեր խոսույթում տարածված է, որ կսկսի ինչ-որ ապոկալիպսիս, բայց ցանկացած կորցրած տարի Հայաստանի համար շատ մեծ գին ունի իմ պատկերացմամբ, եթե մենք վերադառնում ենք այդ հին շղթաները, մենք միայն կորցնում ենք եւ խժռում ենք ռեսուրսներ մեր ապագայից, մեր ապագա սերունդներից եւ Հայաստանի հեռանկարներից։ Պարոն Ալեքսանյան, նաև վերջերս մի այսպես տրամադրություններ է սկսել ուրվագծվել, որոշ այսպես կոչված փորձագետներ ոնց որ լավ չեն հասկացել օգոստոսի 8-ը ինչի համար է, հա, ոմանք ասում են, դե գիտեք ինչ լավ է, որ հեսա ապաշրջափակումն էլ կլինի եւ RЖD-ն մեծ ներդրումներ կանի մեր երկաթուղու վրա։ Կարծեք թե, ասենք, Տրամպն էլ ուղեղ չունի, էլի, ես ճանապարհը սարքում եմ, որ ձեր RЖD-ն ձեր համար ներդրումներ անի։ Ու ասենք աշխարհում բան չի կատարվում։ Կարելի է ուղեղն անջատել, միացնել միայն կալկուլյատորը, հա, ասենք։ Ոմանք էլ ասում են, դե լավ, Տրամպն էլի Նոբելյան մրցանակի համար էր, դա մինչև նոյեմբերն էին ասում։ Հետո դրան հետևեցին, դե Ամերիկան չունի ռազմավարություն։ Եվ ահա մեկ էլ տեսնում ենք Կենտրոնական Ասիայի բոլոր 5 ղեկավարները գտնվում են Վաշինգտոնում, ստորագրվում են, ինչպես ասում են, դարի պայմանագրեր, մեծ գործարքներ, բազմամիլիարդ եւ աշխարհագրությունն էլ հուշում է, որ Միացյալ Նահանգների շահերը մեր տարածաշրջանում ածանցվում են այն շահերից, որոնք Միացյալ Նահանգները ունեն Կենտրոնական Ասիայում, որը միայն, այսպես ասենք, այդ տարածաշրջանով չեն պայմանավորված, այլև Չինաստանի հետ այդ ռազմավարական մրցակցության տրամաբանության մեջ է տեղավորվում։
Ռուսաստանի այս ներկայիս վարքի այսպես ասենք համատեքստն ունի այդ ամենը եւ Թրամփն էլ ուղիղ տեքստով արդեն ուշ հասկացողների համար բարձրաձայնեց եւ դա էլ ցույց տվեցին նախ խոսելիս կենտրոնասիական երկրների առաջնորդների հետ ուղիղ տեքստով ասաց որ այո այս համատեքստում շատ կարևոր է այն խաղաղությունը որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ ճանապարհը որի համար ես շատ երախտապարտ եմ որ իմ անունով են կոչել եւ այլն եւ մենք այո այդ գործընկերությունը իրականություն ենք դարձնելու իմ մոտ տպավորություն կա որ մեր որոշում ընդունող մարմիններն էլ ոնց որ այս ամենը մինչև վերջ չեն հասկանում ինչ որ Շոյգուի մոտ են գնում գալիս որ հետո Շոյգուն բերանը բացի ու խոսի 3+3-ի մասին, չգիտեմ ինչի մասին։ Այդ նույն Շոյգուն, որը Թուրքիայի հետ փայլուն օպերացիա իրականացրեց, ինքն էր ասում։ Ինչ Շոյգու, չեմ հասկանում։ Համեցեք։ Հիմա չեղարկեմ Շոյգուին, այսինքն ինձ կարծիքով այդ հանդիպումները նույնիսկ օգտակար են թարմանալու համար ու նաև հասկանալու ում հետ գործ ունես եւ բարձր որ անխուսափելի է նաև հայ-ռուսական այս հանդիպումները մենք Օվերչուկի հայտարարություններն ենք տեսնում նույնպես բավականին հետաքրքիր եւ այնտեղ ինքը այս տրանզիտի օրինակ բացման մեջ տեսնում է նաև Ռուսաստանի դերակատարությունը հիշում է 2021 թվականի դեռ այդ երակոմ ձևաչափը պայմանավորվածությունները մի քիչ էլ որ տողենք երևի հոկտեմբերյան հեղափոխության հետ կարող են կապել այս ամենը ինչ որ կատարվում է բարձր որ Ռուսաստանը ճարահատյալ ստիպված է դրական ինչ որ իր դերակատարությունը գտնել եւ քանի որ շատ իրականում Ռուսաստանի համար այս զարգացումները մտահոգիչ են եւ այս նոր իրավիճակը նաեւ իրենց համար առայժմ անհասկանալի է եւ դա է պատճառը այսքան մեղ իմ պատկերացման արձագանքների դա է պատճառը նաեւ այն հիմնականում նույնիսկ չափազանց դրական ես կասեի արձագանքների որ կարելի է լսել որոշակի փորձագետներից այս Թրամփի ճանապարհի հետ կապված այս տրանզիտի բացման եւ այլն բայց մենք դեռ եթերում բազմիցս խոսել ենք որ հատկապես Ղազախստանի դերն է շատ կարեւոր եւ առանց հարավային Կովկասում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման կոմունիկացիաների բացման կենտրոնական Ասիան մնալու է ռուսական ազդեցության գոտի, հա կամ նաեւ ռուս-չինական ազդեցության գոտի, քանի որ Չինաստանի գործոնն էլ է շատ մտահոգիչ Միացյալ Նահանգների համար, հատկապես այս Միացյալ Նահանգները։ Եվ այն պայմանավորվածությունները եւ այն նաեւ այցերը, որ լինում է զուգահեռ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների նախկին վարչակազմի ժամանակ, հա թե Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ, թե հիմա, եւ հիշում ենք գալիս էին Բաքու Երևան եւ մի այլ պաշտոնյա գնում էր կենտրոնական Ասիա, հատկապես Ղազախստան, դրանք պատահական չեն։ Այո։ Ինչպես բազմիցս նաեւ ձեր եթերում ենք նշել, կենտրոնական Ասիան աշխարհում խոշորագույն պաշարներից ունի ուրանի, հազվագյուտ հողային մետաղների, գազի, նավթի եւ տարբեր այլ ռեսուրսների, հա, եւ այդ ամենը տեղափոխել եւ հատկապես ԱՄՆ-ի եւ Արևմուտքի տեսակետից իհարկե կարելի է այդ ամենը տեղափոխել պայմանական Արևմուտք Իրանի տարածքով, բայց մենք հասկանում ենք, որ դա անհնար է։ Թրամփի ադմինիստրացիայի համար այս պատկերը անհնար է եւ նաեւ անհնար է Ռուսաստանի տարածքով այս ամենը։ Հետեւաբար մնում է մեր այս նեղ պարանոցը Հարավային Կովկասի տեսքով եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի, որովհետեւ այս գործընթացի ժամանակ, հա, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հենց հայ-ադրբեջանական կարգավորումը թույլատնում է նաեւ այդ երկրների կախվածությունը Ռուսաստանից եւ Հայաստանի համար տեսականորեն սա շատ կարեւոր է, որովհետեւ այնուն ռեսուրսները, որոնցով Հայաստանը առավելագույնը կախված է Ռուսաստանից, հա, այս ղազախական ծորենի տրանզիտը, որով անոնսվեց նաեւ Ադրբեջանի տարածքով տրանզիտի բացումը, այդքան էլ պատահական չէր, որովհետեւ ինքը ռազմավարական
մթերք է, հա, եւ Հայաստան հասնելը ցեղազախական ծորերի հնարավորության մենք հասկանում ենք որտեղ կան լոգիստիկ դժվարություններ, հատկապես Կասպից ծովով այդ տեղափոխումների համար եւ այլն, բայց սա կարևոր առաջին քայլ է եւ պատահական չի, որ ռուսական կողմը փորձեց անմիջապես առաջ անցնել եւ իր բեռը բերել Հայաստան, ցույց տալու համար, որ նաեւ ինչ որ դերակատարություն կա այս գործընթացում եւ սիմվոլիկ էստաֆետան խլելու համար, ես կասեի, բայց կենտրոնական Ասիայի հետ այս զարգացումները դրանք նաեւ մեր համար ապագայում էներգոկիրների լրջագույն աղբյուրը եւ այլն դրանք եւ զգալիորեն կարող են լուծել Հայաստանի այդ էներգետիկ անվտանգության խնդիրները դրանք նաեւ ինչպես նշեց եւ Թրամփը եւ մենք կարող ենք եզրակացնել Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածքը լրջագույն տրանզիտային առանցքի վերածելու հնարավորությունն, հա, որովհետեւ միմիայն այդ կենտրոնական Ասիայի ռեսուրսները եթե սկսվի ակտիվ առևտրա տրանսպորտային շրջանառություն դեպի արևմուտք, դրանք ահռելի ծավալների մասին է խոսքը եւ ուղղակի ոչ միայն գործող, այլ նաեւ կառուցվելիք ենթակառուցվածքները ուղղակի բավարար չեն լինելու դա մարսելու համար, այսինքն իհարկե եթե այս ամենը սկսի աշխատել, շատ ավելի մեծ ճանապարհաշինություն եւ կառուցվածքաշինություն է հարկավոր, խոսքը եւ խողովակների մասին է, խոսքը նոր երկաթուղիների մասին է, հա, որովհետեւ ինչպես բազմիցս նաեւ նշվել է, այս Սյունիքով ճանապարհը ունի բազմաթիվ սահմանափակումներ եւ հազիվ թե ինքը կարող է գերազանցել այն մաքսիմումը, որ ունեցել է խորհրդային տարիներին, դա 12 միլիոն տոն տարեկան բեռնափոխադրումներն են։ Եթե մենք խոսում ենք իսկապես ակտիվ ինչ-որ շրջանառության մասին, կենտրոնական Ասիայի միմիայն առանց Չինաստանի գործոնի եւ արևմուտքի միջև սա արդեն անբավարար է, այսինքն եթե ակտիվ 10-15 տարի հետո մենք ենթադրում ենք իսկապես կայացած ձևաչափ այս պայմանավորվածությունների շրջանակներում մենք արդեն պետք է մտածենք 10-15 տարի առաջ ինչ ենթակառուցվածքներ ենք ունենալու եւ սա իհարկե հավելյալ նաեւ պատասխանատվություն է Հայաստանի եւ առաջին հերթին Ադրբեջանի առաջնորդների համար եւ սա նաեւ այն թեման է, որով կարելի է փորձել օրակարգ ստեղծել եւ նաեւ ինչ որ ձևով եթե չփակել, ապա մեղմացնել այն անցյալից այն տարբեր հուշերը, տարբեր նաեւ մանիպուլյացիաները եւ նաեւ այն սերը դեպի անցյալը, որ ունի հատկապես Ադրբեջանի առաջնորդը, հա, ինչը նաեւ պայմանավորված է կոնֆլիկտում իրենց ծանր պարտության, ես կասեի, մոտ 30 տարի ապրելով, հա, որովհետեւ մոտ 30 տարի իրենք ստեղծել են այս պատումները, ստեղծել են այս պատմական առասպելները, ստեղծել են այս ինքնությունը եւ միանգամից դրանից հրաժարվել եւ նաեւ կապում են նաեւ հաջողությունները այս պատերազմում դրա հետ եւ նաեւ բարձր որ Ադրբեջանի առաջնորդի քաղաքական ամբողջ կապիտալը եւ լեգիտիմությունը եւ պոպուլյարությունը կապված է հենց այս հաղթանակի հետ, եթե դա չլիներ, ինքը բավականին խնդրահարույց մեր ասած առաջնորդ կլիներ։ Եվ հետեւաբար իհարկե ինչեւ որ չստեղծվեն նոր հնարավորություններ եւ այս հեռանկարները չսկսեն իրականանալ եւ սրա մասին ակտիվ չխոսվի, բարձր է որ այդ անցյալի օրակարգը ավելի մեծ է լինելու եւ ավելի հարազատ է լինելու։ Բայց մեր կողմից հավելյալ ամուր նյարդեր են պետք եւ պետք է հասկանալ ուր ենք գնում եւ դրա համար պատկերացմամբ պետք է եթե ոչ ներողամիտ լինենք, ապա հասկանանք, որ մեր հարևանը ունի կայանալու, հա, նաեւ ինչ որ խնդիրներ եւ այս գործընթացը չպետք է խանգարի խաղաղության կարգավորումներն եւ հողի վրա փոփոխվող իրականությանը, հա, որովհետեւ նույն տրանզիտը, նույն հայ-թուրքական սահմանի բացումը, կոմունիկացիաների կառուցումը եւ այստեղ նաեւ որոշակի խնդիր կա իմ կարծիքով ադրբեջանական կողմը ինչ որ կասկածներ ունի, որ հայկական կողմը միտումնավոր հետաձգվում է նույն թրիպի իրագործման ժամկետները։ Չգիտեմ ինչի հետ է կապված, մենք գիտենք հայկական կողմի պատճառաբանությունները, որ ԱՄՆ-ն
բավականին զբաղված այլ կոնֆլիկտներով եւ հետեւաբար այս գործընթացը կանդաղեցման պատճառը դա է, թեև Արարատ Միրզոյանը Օրբելի այդ ֆորումում միջոցառմանը նշեց, որ այնուամենայնիվ բավականին ինտենսիվ ինչ-որ խոսակցություն է գնում հայկական եւ ամերիկյան կողմերի միջև, բայց այո, հայկական կողմը իր պատկերացմամբ պետք է արագացնի այս աշխատանքները, ինչպես նշեցի նաեւ անցակետերի հետ կապված, որովհետեւ այն տրանզիտը, որ մենք առաջարկել ենք Ադրբեջանին, ինքը իհարկե աշխարհագրական տեսակետից շատ անիրատեսական եւ վատ է, այսինքն Մարգարայից Կորնիձոր գնալը ինքը հատկապես ձմռանը շատ բարդ է, մարտահրավեր է, այսպես ասած տրանսպորտային, առավել եւս շատ ավելի երկար է այդ ճանապարհը, եթե նույնիսկ Մարգարայից գնանք Իջևան եւ մեքենայով շարժվենք դեպի Ղազախ, մոտ 1.5 ժամ ավելի արագ հասնենք նույն Բաքու կամ Ալիատ, քան Կորնիձորով, առավել եւս ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ադրբեջանական կողմը, քանի որ մեր նախկին երկու անցակետերը ինչու են պատրաստ Ադրբեջանի հետ սահմանում, Վարդենիսն ու Կորնիձորը, որովհետև նախկինում տանում են Լեռնային Ղարաբաղ։ Իսկ այնտեղ որ հին սահմանն է հայ-ադրբեջանական, այնտեղ մենք չունենք պատրաստ անցակետեր։ Եվ այս տրամաբանությամբ մեր առաջարկը զուտ այդ պատրաստության հետ է կապված։ Մենք ունենք պատրաստ մի անցակետ Թուրքիայի սահմանին եւ երկու անցակետ Ադրբեջանի եւ փորձում ենք դրանք կապել միմյանց, բայց կարծում եմ առաջին Ադրբեջանը այնուամենայնիվ շահագրգռված չէ միջազգային տրանզիտը, որ այս փուլում հասնի Լեռնային Ղարաբաղի տարածքով եւ այնտեղ կատարվողը ավելի տեսանելի լինի եւ արտաքինից մարդիկ մուտք ունենան ազատ այդ տարածքներ։ Փակ զոնա է, էլի։ Այո, դեռ ինքը գորշ զոնա է, այսպես ասած։ Երկրորդը ինքը իսկապես ավելի երկար է, ավելի լեռնային է եւ եթե մենք ինչպես նշեցի Մարգարայով Կայան եւ Ղազախ եւ Բաքու մոտ 1.5 ժամ կխնայենք, եթե գնանք Կորնիձորի համեմատ եւ իսկ եթե ախորի կբացվի մյուս կողմից սա ընդհանրապես կարճագույն ճանապարհն է եւ եւս մի 1.5-2 ժամ կարող ենք խնայել, այսինքն մենք արդեն պետք է պատրաստ ունենանք մեր կողմից ենթակառուցվածքները, ինչպես նշեցի, թուրքական կողմից 30 տարի սահմանը փակ է եղել, բայց իրենք կառուցել են ճանապարհը մինչև մեր սահման ու պահում են աշխատող վիճակում, այնտեղ ուղղակի մի քանի 100 մետր է պետք արդեն անցակետից մինչև սահման։ Հայկական կողմում կարծես աշխարհի այդ բանը հիշում եք, չէ՞, հույների մոտ կար այդ Օյկումենան, որ ավարտվում է ու չգիտես ինչ է դրանից հետո սկսում, այլ ավարտվում է Ախուրի գյուղը ու այնտեղից հետո արդեն լրիվ քանդված ինչ որ անհասկանալի վիճակներ ու Կայանի կողմից այս խնդիրը լուրջ է եւ սա սիմպտոմատիկ է, հա, սա ցույց է տալի, որ պետական համակարգը ինքը չի աշխատել ինչպես պետք է աշխատի եւ նաեւ չի աշխատում հիմա, երբ որ արդեն այս խնդիրները կարևոր են եւ եթե ասենք 2 ամիս հետո բացվում է սահմանը եւ մենք դրանից հետո կես տարի պետք է ծախսենք բացելու համար անցակետ, դա արդեն ժամանակի կորուստ է։ Մենք հենց քաղաքական որոշումը կայացնի, պետք է ունենանք բոլոր համապատասխան ենթակառուցվածքները, հա։ Շատ շնորհակալ եմ պարոն Մելիքսյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների, նաեւ առաջարկությունների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողներին, միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսյանի հետ, քննարկեցինք նոյեմբերի 9-ին 44-օրյա պատերազմի այդ ավարտի 5 տարվա այդ տարելիցի հետ կապված այսպես ինքնահայեցման հարցերը, նաև Հայաստանի անելիքների, հնարավորությունների եւ մարտահրավերների։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։